Բարի օր ասեմ, ինչ ասեմ։ Նույնիսկ չգիտեմ հայերենով խոսամ, թե ռուսերենով։ Բայց ուզում եմ շնորհավորեմ բոլորիս։ Չեմ ասեմ բոլորին, բոլորիս։ Ինձ այդ թվում։ Ներվերս հերիքել է ընդամենը նայել եմ, սուտ չասեմ, 10 րոպե։ Հայաստանի ինքնիշխան պետության 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին անդրանիկ նիստը։ Շնորհավորում եմ հայեր ջան։ Անկախ ձեր կուսակցական պատկանելությունից, անկախ ձեր քաղաքական հայացքներից, շնորհավորում եմ բոլորիս։ Իմ ասացի մեջ իրոնիա չկա։ Իմ ասացի մեջ իրոնիա չկա զուտ մի պատճառով, որ այս տեմպերով եւս 5 տարի պետք է նայենք ոչ թե ազգային ժողովի նիստերը, այլ խուժանապետությունը։ Նայում եմ ազգային ժողովի նիստերի դահլիճում նստած մարդկանց։ Անդե կարելի է մատների վրա հաշվել մի քանի գրագետ, կոռեկտ, քիչ թե շատ գիտելիքներ ունեցող մարդկանց։ Մնացածը բոլորը խուժաններ են ընդ նստած։ Բառից բոլոր իմաստներով, եւ ուղիղ եւ փոխաբերական։ Ոնց որ խորհուրդ եմ տալի վերցրեք, չգիտեմ, ձեզնից ով ումա ձայն տվե, որ կուսակցության է, ես չեմ սատարե ոչ մեկին, ես եղել եմ Նիկոլին դեմ ու մնալու եմ Նիկոլին դեմ։ Որտեվ Նիկոլը այն ինչ անում է հակապետական, հակասահմանադրական ճանապարհով։ Տրորելով, բռնաբարելով, դոմփելով Հայաստանի մայրօրենքը։ Վերցրեք պոպկորն, այդ չգիտեմ էլի ոնց հայերեն պոպկորնը։ Պտպտիկ, հա։ Մի շիշ կամ մի բաժակ կոլա կամ ֆանտա, նստեք նայեք այն կապիկությանը, որը արդեն սկսվել է։ Կապիկություն բառից բոլոր իմաստներով։ Ազգային ժողովի նիստը ի զարմանալից նախագահում է Հասանով։ Իմ մտածելով ազգությամբ եզդի, որին ես դեմ չեմ։ Ես ասել եմ ու կրկնում եմ, ես ունեցել եմ 3 թե 4 ազգությամբ եզդի համադասարանցիներ։ Եզդի ազգը, եզդի ժողովուրդը հայերի հետ, մեր ժողովրդի, մեր ազգի հետ եղբայրաբար ապրե ու ապրում է հայկական լեռնաշխարհում, հայկական հողի վրա։ Բայց կան բառակապակցություններ, որոնք կարելի է ճիշտ արտաբերել։ Պարոն Հասանով։ Հասանով ես, ասանով ես։ Արամ Վարդևանյանը քեզ հարց է ուղղում, այդքան մասն եմ նայել։ Մեկ էլ մի դրվա։ Ցիտում եմ հարց, ասում է ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, ազգային ժողովի առաջին անդրանիկ նիստը պետք է բացեն նախագահողը եւ վեհապար հայրապետը։ Ինչ ես պատասխանում դու։ Ու դու կոչվում ես տարիքով մեծ, տարիքով ավելի հասուն, պատգամավոր։ Դու ներկա լինելով ազգային ժողովի ամբիոնում պետք է հայ ժողովրդի, հայ գյուղացու, հայ քաղաքացու համար, գրես, վերամշակես եւ պարլամենտին ներկայացնես օրենքներ, ըստ որի ձեր ասելով, Ցախավել Վահագի ասելով, հայ ժողովուրդը պետք է սկսի բարգավաճել։ Ինչ ես ասում դու, ինչ ես պատասխանում Արամ Վարդևանյանին, որ նստած է Նարեկ Կարապետյանի կողը։ Ասում ես Կաթխիկոսին ոչ մեկ չի արգել է։ Նախ Կաթխիկոս չի, կաթողիկոս է, դա մեկ։ Ականջիդ օղարա։ Ոնց որ իրանց ականջին օղ են անում Հայաստանում վխտացող, քայլող, ազատ քայլող գոմիկներն ու լեսբիները։ Ականջիդ օղարա, Կաթխիկոս չի, կաթողիկոս է, դա մեկ։ Երկրորդ, եթե դու ունես մեկ այլ կրոնական դավանանք, որը ես պարտավոր եմ հարգել, որտեվ դու իմ համար եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ ես, դա քեզ ոչ մի բարոյական իրավունք չի վերապահում մեկ այլ ձևի արտասանել ամենայն հայոց հայրապետի զբաղեցրած
դիրքը եւ անվանումը, որը կոչվում է կաթողիկոս, ոչ թե կաթխիկոս, այդ խուժանական, այդ փողոցային, չգիտեմ, այդ լեքսիկոնով, որ ձեր քաղաքական ղեկավարի իշխանության գալու դուք մեկտեղել եք, ներդրել եք Հայաստանի խոսելավոճի մեջ, հետո մեզ, ձեզին շատերը մեղադրում են, որ մենք քֆուր ենք անում, դուք ուղղակի աշխարհի բոլոր ազգերին ստիպում եք հերթական անգամ ծիծաղել մեր վրա։ Այսինքն մենք կոչվում ենք աշխարհում առաջին է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգ, ժողովուրդ, բայց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման Անդրանիկ նիստը նախագահող Հասանովը ազգությամբ եզդի չի կարողանում արտաբերել կաթողիկոս բառը։ Ուրիշ պարագայում, հա, եթե հիմա հղում չանեի նրա վրա, որ դու ուղղակի չգիտես այդ բառը որց է արտասանվում։ Ես քեզ սարքել էի սեռական պոլիգոնի բնակիչ։ Գիտես խի, բայց միտեղ աչք եմ փակում դրա վրա զուտեն առումով, որովհետև ամենայն հայրոց հայրապետը կոչվում է ամենայն հայոց։ Իսկ ազգային ժողովի 9-րդ գումարման նիստերի դահլիճում ոչ բոլորն են հայեր։ Ես քեզ նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ Սամվել Կարապետյանի ասած փոքրիկ խմբակին, որ նստած էր ընդ է։ Ովքեր սենց առույգ եւ կայտար եւ ժիր դեմքով նստած եւ սպասում են, երբ պետք է մի հատ գիլդի մլնի, որ հլնենք սրանց տփենք, քաշքշենք։ Դրա համար եմ ասում, պոպկորնը վերցեք, նստեք նայեք։ Անդրադառնալով այդ հարցին եւս մի անգամ, մի հատ էլ ասեմ, մեդալն ունի երկու երես։ Երկրորդ երեսին անդրադառնալով այդ մեդալի, ուզում հարց տամ Հայաստան, ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորներին, ովքեր ասում էին, Արամ Վարդևանյան ասում էր, բա ամենայն հայոց հայրապետը խի չի գալիս թե։ Հա, իմիջիայլոց, որ ասում ես Հասանը, որ ասում ես կաթողիկոսի դեմը ոչ մեկ չի կարա առնի, քեզ հիշեցնեմ մի փոքրիկ դրվագ, երբ որ ամենայն հայոց հայրապետը այցելեց Սարդարապատի հուշահամալիր, ձեր կրծքերով հեմոֆրոդիտ թուրքի դեսպան Փաշինյանի ոստիկանական ուժերը, որոնք գանգուր բեղերով, խուճուճ մազերով, որոնցից շատերը ուղղակի խուժան չոբան են եղել, այսօր ծառայում են Դանիել Իոնիսյանի պարեկային ծառայությունում։ Կտրեցին այդ ամենայն հայոց հայրապետի դեմը թուրք ենիչերի պես, ասին դու իրավունք չունես գաս Սարդարապատի հուշահամալիր։ Այնպես որ խոսելուց առաջ մտածելը շատ լավ ունակություն է։ Change։ Սա քեզ անձնապես եմ ասում change։ Որտեվ դու կաթողիկոս բառը փորձեցիր մեկ այլ ձև արտասանես։ Անցնելով մեդալի երկրորդ կողմին, հարցս պետք է տամ ուժեղ Հայաստան դաշինքին։ Խոժոր դեմքով նստած Նարեկ Կարապետյանին, ունքերի յուրահատուկ կառուցվածքով։ Մի տեսակ էլի, յանի հեսա ճղելու եմ հմենուտ ճղելու եմ պրեմարևին։ Ինչու՞ չէ նաև Արամ Վարդևանյանին։ Հարց. Դուք բարձրացրեցիք, ինչու ամենայն հայոց կաթողիկոսը ներկա չի 9-րդ գումարման ազգային ժողովի Անդրանիկ նիստին։ Շատ լավ հարց էր, բայց այդ հարցի տակ կա եւս մեկ այլ ենթատեքստ։ Դուք տեղյակ չեք, որ ամենայն հայոց կաթողիկոսին, ամենայն հայոց հայրապետին Նիկոլ Փաշինյանը պրիզնատ չի գալի։ Ասում է, ես տես կաթողիկոս չեմ ճանաչում եւ չեն հրավիրելու։ Տեղյակ եք, չէ՞։ Այդքանով հանդերձ, դա իմանալով նախապես, դուք գնացել եք ազգային ժողով եւ ինչ-որ վազմուշոնի հարցակիդակ, որի, հա։ Եթե մարդը չգիտի ինչ-որ մի ինֆորմացիա եւ դրա վերաբերյալ ինչ-որ հարց է տալի, դա նորմալ է։ Ասում է, բայ ախպեր, սենց էինք մենք պայմանավորվել։ Կամ օրենքը նախատեսում է սենց գործիքակազմ։ Հիմի խիա սենց։ Ու այդ հարցը կամ ստանում է պատասխան, սպառիչ, կամ թերի, ՔՊ-ի դեպքում թերի, կամ չի ստանում պատասխան։ Իսկ դուք իմանալով հանդերձ, որ ամենայն հայոց հայրապետը չի օրհնելու 9-րդ գումարման ազգային ժողովի նիստը,
որը կազմված է մեծամասամբ բաշի բոզուկներից, բայց ընդ կան նաև նստած գրագետ խելացի նորմալ մարդիկ, ի զարմանաս ինձ։ Որպես տարբերակ, այդ ցինիզմը, որ արդեն սահմաններ չի ճանաչում, փորձեք մի փոքր նվազեցնել, որը շատ բարձ երևում է։ Այդ հարցը տենց։ Երկրորդ, ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին անդրանիկ նիստը ով բացեց իր ողջույնի խոսքով։ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող Ոմն Ցալքի շրջանի փոքրիկ գանգուռիկ, ով ունի ալեհեր վարսեր։ Կարող ալնի 18+։ Չէ, կարողա չէ, պետք է լինի։ Կարողա չկա։ Ես ուղղակի որ նայում եմ այդ մարդու խոսելա ոչին, այդ գրած թղթերին, թուղթ կայս թղթերի մեջ, անպայման։ Այդ գրած թղթերին, ասես թղթերը որ վերցում հա, ու կարդում հա, գրել տվել են ձեռը։ Մեր Պարոփաշյանի բուրն են տալի իրա ձեռը։ Մեր Հեմոֆրոդիտ Գերագույնի։ Տեքստեր է կարդում Վահագն Խաչատուրյանը, ով աչքի անկնում տաքսի կանչելու նուրբ մարտարվեստով։ Ես լսում եմ, ասում եմ, այդ տեքստերը որ լսում եմ, անկախ ինձ լրիվ ազնվությամբ եմ ասում։ Ինձ թվում է ես աննորմալ եմ։ Այսինքն Հայաստանում ամեն ինչ շատ լավ է։ Հայաստանում նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովը ամեն ինչ արել է օրենքի տառին համապատասխան, ուղղակի ես ու իմ նման մի շարք մարդիկ, ովքեր Facebook-յան տիրույթն օգտագործելով փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, մենք ուղղակի մի քիչ ուղեղից թոփալ ենք։ Երբ որ լսում եմ Վահագն Խաչատուրյանի թղթի վրա գրած տեքստերը, ուղղակի լսում եմ, ըմբոշխնելով այն ողջ այդ ստի հաճույքը, որը սևը սպիտակի վրա գրած էր թղթերի վրա։ Մասնավորապես, ասում հուսով եմ, ցիտում եմ էլի, որ նախորդ գումարման ազգային ժողովի գործելավոճը կշարունակվի նաև հիմա, որը ընթացել է օրենքի տառին համապատասխան։ Ըստ ինչ են անում, տվյալ պարագայում, երբ որ դու մուտիտ ես անում, ցախավել, որ աչքի ես ընկնում, սրա նրա մեռելների կողը նկարվելով։ Էտա վերցես հեռախոս, սենց սելֆի ակենես, սկսես, ըդիգ ես եմ, ըդիգ ես մարդն է, մեռել է։ Ժեխացին, այդ որ օրենքի համապատասխան 8-րդ գումարման ազգային ժողովի նիստը, այդ որ օրենքին համապատասխան օրենքներ եք ընդունել, որոշումներ եք կայացրել, որ մենք էլ հեռու լինելով սահմանադրությունից, հեռու լինելով Հայաստանի, չգիտեմ, օրենսդրական դաշտից, չունենալով ձեր նման տարական գիտելիքներ, չենք կարողանում այդքանը հասկանալ, ընկալել եւ մարսել ճակերտների մեջ, փոխաբերական իմաստով։ Հա։ Ժեխ, քուխետնեմ։ Որ ասում ես օրենքի տառին համապատասխան, ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման նիստերի ընթացքում, նախորդ 5 տարվա կառավարման ընթացքում, որը գլխավորում էր քո եւ քո տերերի այդ ծծերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչեր տեղի ունեցան Վահագն Խաչատուրյան, բացի մեռելների հետ նկարվելուց, դու ընդհանրապես նայել ես ինչ է կատարվում Հայաստանում, ինչեր արեց կառավարությունը, ինչեր չարեց կառավարությունը, հա՞։ Հասարակ հարց։ Բոզի, տղա բոզի։ Պետք է ասեմ։ Որ ասում ես օրենքի տառին համապատասխան։ Մի հատ կարաս որպես Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող ջնջուլապաճ, նշես այդ որ օրենքով, որը գրուկ պեչատուկ է սահմանադրության մեջ, քրեական օրենսգրքի մեջ, իրավական նորմերի մեջ, որ օրենքով Նիկոլ Փաշինյանը Կիրանցն ու ոսկեպարը վերցեց տվեց Ադրբեջանին։ Հա բոզի տղա։ Հա։ Կա տենց օրենք։ Որտե՞ղ է գրած։ Ցույց տուր, ես էլ ներողություն խնդրեմ իմ բառամթերքի համար, որ քեզ ասում եմ բոզի տղա, բարոյապես բոզի տղա։ Ես քո մորից գործ չունեմ։ Դու բարոյապես բոզի տղա ես։ Քանի որ ձեզնից շատերը փորձելով հաջողանալ, չգիտեմ, այս կամ այն պետությանը, խոսքի օրինակ։ Здравствуйте։
փորձելով հաճանալ այս կամ այն պետության իրանց անձնական շահին, փորձում են ինչ անել։ Խուրդել Հայաստանը։ Խեք խուրդում։ Դրա իրավունքը ձեզով է տվել։ Հայաստանի Հանրապետության օրհներգի տակ սկսվեց 9-րդ գումարման ազգային ժողովը։ Իմ պապերն են քեզ պահել, իմ պապերն են քեզ շահել։ Բա իմ պապերի, հա? Ինձ ժառանգած երկիրը խեք սարքեմ մանրադրամ, բոզի ճտեր։ Հարց։ Օրհներգին խեք հակասեմ, բոզի բալեք։ Հա սրակ տրամաբանական հարց։ Դուք օրհներգի տակ ձեռերը խփած ձեր այդ ծծերուն ձևականորեն ոչ լեգիտիմ ազգային ժողովի առաջին նիստին եք ներկա։ Խեմ ասեմ ոչ լեգիտիմ, ես դա չեմ ասում, դուք եք դա ասե։ Այդ ֆարսը, որ դուք կազմակերպել եք, ֆարս, բառից բոլոր իմաստներով։ Խոսքը վերաբերում է ԿՊ-ին, ձեր քաղաքական առաջնորդը նույն Նիկոլ Փաշինյանը։ Ինք իր բերանով ասել է, որ ազգային ժողովը լեգիտիմ չի։ Լեգիտիմ չի, քանի որ ազգային ժողովի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թևերում տեղի են ունեցել ընտրակաշառքի բաժանում։ Հետևաբար ընտրակաշառքով ազգային ժողով անցած ոչ մի պատգամավոր չունի լեգիտիմություն։ Իսկ եթե ընդդիմությունը չունի լեգիտիմություն, հետևաբար իշխանությունն էլ չունի լեգիտիմություն, քանի որ առանց ընդդիմության ազգային ժողով չի կարող գոյություն ունենա։ Դա գրված է մայր օրենքի մեջ։ Լեգիտիմություն չունեք նաև դուք, քանի որ ըստ ձեզ, եթե դուք չբռնեիք, այս դեպքում չգիտեմ ինչի ծերից եք բռնել, դուք Էրդողանի պուպուլի ծերից բռած խաղում եք, ասենց ասում եք, դա նայա թլպատված խառ։ Եթե դուք ձեր ասելով չբռնեիք ընտրակաշառքներ, խոսքի ունեք, ապա դուք ըստ Նիկոլ Փաշինյանի կհավաքեիք ոչ թե 49.2, այլ ըստ Ալեն Սիմոնյանի 65% ձայն։ Չէ՞։ Այո։ Բա ինչ է նշանակում, որ դուք էլ լեգիտիմ չեք։ Ըստ Ալեն Սիմոնյանի դուք ունեք 65% ընտրողների քանակ։ Ճիշտ է, ճիշտ է։ Ձեր ամենամեծ ոչ լեգիտիմությունը արտահայտում է ձեր Նիկոլ Փաշինյանի քայլը։ Երբ որ տեղի ունենում ընտրություններին դեռ կա ավարտին, մինչև ժամը 8-ը, դեռ կա մի քանի ժամ, Նիկոլ Փաշինյանը որպես թուրքի փալաս, հլնում ասում է, «Я царь»։ Բայց չեն հաշվի արդյունքները, ընտրությունները դեռևս ավարտված չեն։ Պետք է հաշվեն ասեն, ԿՊ-ն ստացել է այսքան ձայն, դրա մասին հա խոսացել եմ։ Ուժեղ Հայաստանը այսքան ձայն, ԲՀԿ-ն այսքան ձայն, Հայաստան դաշինքը այսքան ձայն։ Արդյունքները դեռևս ամփոփված չեն, Նիկոլ Փաշինյանը վախենալով, որ ինքը կարա չընտրվի, Գագիկ Ծառուկյանի ձայները փոզմիշլար արեց, տարավ դուբլեց փագեց, ինքը իրան ասեց «Я царь»։ Ուզում եք ուզեք, չեք ուզում խուզեք։ Հիմի ընդդիմության որոշակի իմաստն մտել է ազգային ժողով, որպեսզի մասնակցի այդ խուզման ծրագրին։ Հա։ Էլի եմ ասում, ընդ կան նստած նորմալ մարդիկ։ Իզարմանաց ինձ։ Որտեղ նորմալ մարդը հստակ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյան կոչվող երևույթը բռնաբարում է ՀՀ սահմանադրությունը, ՀՀ օրենքները, ինքը իր ինքնասիրությունից ցածր կհամարեր գնալ նստել ազգային ժողովի դահլիճում, մանդատ վերցնել։ Լավ, դրա մասին չեմ ուզում խոսամ։ Վերցել եք, չեք վերցել, դա ձեր անձնական իրավունքն է։ Որովհետև ձեզնից ոչ մեկ, բերեմ հասարակ օրինակ, ոչ մեկ, էլ եմ ասում, համացանցում կան մի շարք մարդիկ, որոնցից ամենաթոլնի, ամենավերջինը ես եմ, ովքեր պայքարում են ֆեյսբուքյան ձևաչափով Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Ձեզնից ոչ մեկ, ոչ մի անգամ, ես վստահ եմ, դաժե թեթև ուշադրություն չեն դարձել, ինչ ենք խոսում մենք հայ ժողովրդի հայ ազգի հետ, ինչ ենք փորձում ժողովրդին բացատրել, ինչ ենք փորձում մենք, ինչ ենք ակնկալում այն տեքստերից կամ այն բառամթերքից, որով փորձում ենք խոսել ժողովրդի հետ, մեր առողջության հաշվին։
Դուք թքած ունեք։ Դուք թքած ունեք բառից բոլոր իմաստներով։ Ձեր օրվա հրամայականը ձևավորել ազգային ժողով։ Այդ նույն օրվա հրամայականով վաղ ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ որ կբարձրացվի Տիգրանաշենի հարցը Թուրքին հանձնելու, դուք չեք կարողանալու եղանակ փոխեք։ Բայց դուք ունեք լեգիտիմ իրավունք եւ լեգիտիմ հնարավորություն կանխելու այն ամենը, ինչը սպասվում է մեզ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես երկիր։ Ունեք դրա իրավունքը։ Ձեզ այդ լեգիտիմ իրավունքը абսուրդ է հնչում, տվել էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Որ դուք հստակ տեսնելով, ձեր կողմից կազմելով արձանագրություններ, որ ազգային ժողովի ընտրությունները կեղծված են, բոյկոտ էիք ազգային ժողովը եւ պահանջեիք նոր ընտրություններ։ Այս պարագայում Ծառուկյան Գագիկը չերնի կալանքի տակ։ Լավն է, վատն է, դա թող ժողովուրդը որոշի։ Որպես մարդ, որպես գործարար։ Այս պարագայում ես չի ունենա այն ազգային խայտարակությունը, որ ոմն հասանավ, ստե ազգությունը կապ չունի, էլ եմ ասում, ես ունեցել եմ 4 հատ եզդի համադասարանցի։ Ամենան հայոց հայրապետին կանվանի կաթխիկոս։ Ես այդ խայտարակությունն ու այդ абսուրդը ես չէի տենա։ Դուք ուզում եք ասեք, որ դուք նոր ձևավորված կազմով Հայաստան դաշինք եւ ուժեղ Հայաստան փորձելու եք եղանակ փոխել ազգային ժողովում, ոնց։ Դուք չեք կարողանում հասկանալ մի բան ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ցանկացած օրենքի եւ օրենսդրական կետի կամ դրույթի վրա, եթե դա հակասում է այն գործին, որով ինքը կարա զրկվի իշխանությունից։ Ինքը չի ուզում զրկվի իշխանությունից, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում ինքը արժանանում է լինչի դատաստանին։ Չէ՞։ Բայց ես կասկածում եմ նաեւ դրա վրա, որպես մարդ։ Որովհետեւ եթե դուք տրամադրված լինեիք դրան, դուք երբևիցե ժողովրդի դեմը չէիք կանգնի եւ չէիք ասի. ժողովուրդ, մի մտեք ազգային ժողով, մի փորձեք ազգային ժողովի պատգամավորներին 8-րդ գումարման մոտիկից ծանոթացնել Տուրուբերան նահանգի խոսքի բնակիչների հետ, մի փորձեք ազգային ժողովում նստած կնոպկա սխմող, կիրասն ու ոսկեպարը ադրբեջանցուն հանձնող, Սև լճի մի տարածքը մի մասը ադրբեջանցուն թողնող, հա, որ թողեցիք ուղակի, Սարի գլխին ձունադրած այդ տարածքը ադրբեջանցուն Թուրքին նվիրող պատգամավորներին փորձեք մոտիկից ծանոթացնել, թե ոնց են քանդում խոսքի արտածի բունը, հատած թրջուն կա։ Դուք դեմարդեմ սենց կդրեցիք այդ մարդկանց դեմ, ասիք, ժողովուրդ ջան, մենք ժողովրդավար երկիր ենք, բայց դա չի կոչվում նրա համար, որ դուք մի ժողովրդով մտնեք ու վարի տակ ազգային ժողովը։ Շատ ու շատ երկրներում այդ նույն ազգերն ու ժողովուրդները մտնում վարի են տալի ազգային ժողովը։ Ազգային ժողովի նախագահին եցին որտե էր, Արգենտինա էր, Կոլումբիա էր։ Հանին չքին բանի, ռեշոտկեքի վրա։ Խակուցին իրանց որոշակի տեղին, հանին չքին ընդ է։ Գետի մեջ բռնին, ասին դու ձուկ բռնող չես, ինչ ես ձուկ բռնում։ Բայց չէ, մենք կուլտուրական ժողովուրդ ենք, չէ՞։ Հա։ Այդ նույն կուլտուրականությանը զոհ գնալով, որ դուք ասում եք, մենք կուլտուրական ենք, աշխարհը ինչ կասի։ Հիմի ով է դուժում։ Ես, թե հայ գյուղացին։ Ես Հայաստանում բիզնես չունեմ։ Ես Հայաստանում գյուղատնտեսությամբ չեմ զբաղվում։ Ես Հայաստանում ձկնաբուծությամբ չեմ զբաղվում։ Ու իմ նման շատերը։ Բայց Նիկոլ Փաշինյանի ողորմելի մտածելակերպի, ողորմելի չէ, ինքը ծրագրված ամեն ինչ անում է։ Շնորհիվ դուժում է հայ գյուղացին, հայ գործարարը, ով բացի քրտինքից եւ ձեռքերի աշխատանքից գումար է վերցրել X բանկից, ներդրել այդ իր գործի մեջ եւ փորձում է այդ գումարը հետ բերել։ Գոնե գումարը հետ բերել իր տոկոսներով,
որ ինքը բանկին որոշակի բանկերին պարտ չմնա, որ կարողանա իր տնից տեղից գոնե չզրկվի։ Ու ձեզանից շատերը, Հայաստանում ապրող հայերից շատերը, որոնք չունեն տարրական գիտելիքներ, որոնք Հայաստանից դուրս ընդհանրապես չեն պատկերացնում, թե Հայաստանից դուրս ապրող հայը ինչքան դժվարությունների միջով կարա անցնի, որտեվ ինքը ապրում է օտարի հողի վրա։ Ինչքան, չգիտեմ, սենց բարիերներ պետք է հաղթահարի, որ փորձի համակերպվել եւ ապրել։ Դուք մեզ անվանում եք փախած։ Դուք բայց չեք հասկանում ինչ է նշանակում Հայաստանից դուրս ապրել։ Դուք ներսից քանդում եք երկիրը, դուք համակերպվում եք Նիկոլ Փաշինյանի բոզի տղու օրակարգի հետ, մեզ էլ անվանում եք փախած։ Հա։ Էդի նույնն է ոնց որ տան տղեկից երկուսը դուրս գան տնից, տունը թողնելով փոքր որդու վրա։ Ասելով ախպեր, տանը տեր կայնի, մենք էլ դսից քեզ օգնենք։ Տունը սարքի, կրիշը փոխի, ռեմոնտ արա, հա, մեր հորական տունն է։ Այդ տանը Հայաստանում մնացած տղեն, այդ տունը դնի վաճառքի, կրվի, նվեր տա սրան նրան։ Հետո որ այդ տղեկը գան հասնեն իրենց հորական տուն, ասեն բրատ, բա մենք քեզ թողել են 3 սենյականոց տուն։ Խիա մի սենյակը մնաց է։ Այդ տղեն այն երկու աղբորն ասի, արա դուք փախել եք ստից, մնայիք ապրեիք, իմ այդ հավասար այս տունը պահեիք։ Այդ պարագայում մի քիչ կոպիտ է հնչեն, բայց ավելի լավ է ինձ ասեն փախած, քան թե ասեն հայրենիք ծախող։ Քան թե ասեն Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, օրակարգի հետ համակերպվող։ Այդպես ավելի լավ է։ Որտեվ ձեզնից շատերը, երբ որ օտարի հողի վրա շատ եմ տեսել այդպես դեպքեր, դեմ արդեմ հանդիպում են այն ցեղի, չեմ ասի ազգի, ներկայացուցիչների հետ, որոնք Արցախում պապիկ էին մորթում, որոնք Ռամիլ Սաֆարով էին հերոսացնում։ Չգիտես ինչի ձեր հետույքի մեջտեղում գտնվող սենց 5-րդ կետը քրտնում է, հուզմունքից։ Դուք քրտնում եք դրանից։ У вас начинается течка. Խի։ Այսինքն դուք հավատացել եք, ապրելով Հայաստանում հավատացել եք Նիկոլ Փաշինյանին, որ հայը պիտի վախենա թուրքից։ Խի պիտի վախենամ ես թուրքից, մյուսը խի պիտի վախենա թուրքից։ Նույն միսու արունն էլ նրա վրա է։ Բայց իմ արունը ոչ թե ավելի կարմիր է նրա արունից, իմ արյան մեջ ցեղասպանողի գենետիկա չկա։ Իմ արյան մեջ չի հոսում մի ողջ ազգի ցեղասպանողի գենետիկա։ Իմ արյան մեջ չի հոսում Ռամիլ Սաֆարով հերոսացնող ցեղի գենետիկա։ Իցավասինց միգուցե իմ արյան մեջ Մելիք Ֆրանգյուլի շատ փոքր գենետիկան հոսում է, որը չունի գերեզման։ Իցավասինց իմ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Իցավասինց մեր ժողովրդի մի մասը գնաց ցեն տվեց այդ բոզի տղուն։ Բայց ես ընտրողներին բան չեմ ասի։ Ես ոնց կարամ ընտրողին բան ասեմ, որ հասարակ օրինակ Պրահա գնալու դեպքում ես չտեսա մեր ժողովրդի, մեր ազգի այն կամա արտահայտումը, որ հենց ճամփեքը փագեին դեպի Զվարթնոց գնացող։ Բայց նույն մարդիկ հելել են իրանք իրանց մեջտեղից ճղում են, բառախաղով ասում են, բա դու խոսքես տվը պրավեքը հետ տաս։ Պրավեն երթանք թե Արցախը։ Պրավեն։ Դե ինչ ասեմ։ Դուք ունեք ձեր մտածելակերպը, ես իմ։ Երրորդ մարդիկ իրանց։ Ուղղակի սենց պասերով խաղալով, պասերով, իրար բոզ պորնիկ ագարկա անվանելով, դուք հայի մտածող, չեմ ասի խելացի, որ ինքնագովազ չհնչի, վերլուծել կարողացող հայի տեսակին փորձում եք ապացուցել, որ դուք պայքարում եք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ոչ, դուք չեք պայքարում։ Դուք փորձում եք ինձ ապացուցել, որ դուք ինքնիշխան եք։
որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին բերում է ինքնիշխանություն։ Իհարկե ոչ։ Եթե դուք այդքան ինքնիշխան եք, հասարակ օրինակ եմ բերում։ Ձեր Նիկոլ Փաշինյանի օրոք թող հելնի ասի ռուսական ռազմաբազան թող դուրս գա Հայաստանից։ Ես ինքնիշխան եմ։ Խի չի անում։ Հասարակ հարց եմ տալի ձեզ։ Հակառուս խաղացողներ, որ հակառուս եք խաղում։ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրիմյան, Էլովկա Դանիել Յունիսյան, Մայրադոմփը։ Արամ Զավենի Սարգսյան, ովքեր եք հակառուս, ելեք ասեք այդքանը։ Խի չեք ասում։ Հա? Թողնի հայտարարի ասի ատոմակայանը մերն է, մեր տարածքում է մերն է, չէ՞։ Հոկտեմբերյանի ատոմակայանը։ Ես հայկական ուրան եմ փորձելու արտադրեմ եւ ատոմակայանը պետք է աշխատի հայկական ուրանով, ոչ թե Ռուսաստանից ներկրված ուրանով։ Չէ՞ որ դուք ինքնիշխան եք։ Հա? Խի չեք անում այդքանը։ Հասարակ, տրամաբանական հարց։ Զանգում աստեղի նախագահին ասում է, բա հայկական գյուղը թերքը, հայկական չգիտեմ ինչ է, այդ սանկցիաները երբ պետք է վերացնես։ Ստից ասում են ռեֆերենդում կազմակերպի։ Ոչ թե նրա համար, որ մենք ուզում ենք մեր կամքը թելադրենք, մարդիկ տենց են, չէ՞ բացադրում, ասում են մենք անկախ ենք, չէ՞ պետք է Ռուսաստան անենք։ Չէ։ Ամեն պետություն շարժվում է իր պետական գերակա շահով։ Ասում են ռեֆերենդում քվեարկություն անցկացա, մենք ուզում ենք տենանք այդ քո ասածը, որ դու անում ես։ Դա միայն քո կամքն է, թե նաև արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը, որ մենք կողմնորոշվենք, ոնց վերաբերվենք։ Ինքը ասում է, չէ, սա հայ ժողովրդի կամքն է, ինքը ով։ Արա Փաշյանը, էլի։ Որ ասում է, ես կառավարական նիստում ձեռնարկատիրությամբ եմ զբաղվում։ Այսինքն ինքը մի անձնյա դոմփելով սահմանադրությունը Հայաստանի մայրօրենքը, ինքը մի անձնյա խլելով մարդկանց բիզնեսները, ինքը մի անձնյա իր նենք հոգով, իր վրեժը լուծելով կենթանուց առյուծին սատկացնելով, առյուծին, ասում է հիվանդ էր առյուծը։ Ու ոչ մեկ չկենթանաբանական այգու կոմիտետն ասե, կոմիտեն էլի, բայց իտոգում հələ մենք սատկած առյուծը չտեսան, գիտես, որ առյուծն սատկելա, չտեսանք այդ առյուծին, ասեն հենա, նայ, սատկելա, բայց վիդեո տեսանյութի մեջ երբ որ նայում ես ոնց են առյուծին տեղափոխում, պարզ երևում է, որ վանդակի կլետքի դուրը, որ ունի մի քանի կիլոգրամ, մի տասնյակ կիլոգրամներ, եթե ոչ 100 կիլոգրամ քաշ, ընկածա առյուծի գլխին։ Հնարավոր է այդ առյուծին ինքը նվերատվե իր աղբորը, խի չէ որ մտնուկը։ Ու այդ ֆարսը, որը պետք է շարունակվի ևս 5 տարի, ես ուղղակի մի բանի վրա եմ զարմանում, էլի։ Եթե ես նախապես գիտեմ, որ մտնելով այս դռնից, խոսքի, այդ դռնից ներս գտնվող հիմնարկում կամ հաստատությունում չի գործում օրենք, որը ինձ կպաշտպանի հարձակումից, որը ինձ կպաշտպանի, չգիտեմ, բեսպրիձելից, որը ինձ կպաշտպանի օրենքով, հա, տենց ասեմ, ես կմտնեմ այդ դռնից ներս։ Ես փոխաբերական իմաստով ես, ասում եմ ես մտնում եմ այդ հիմնարկ, որպեսզի փոխեմ այդ ձևաչափը, բայց ինձ նախապես հանրության աչքի առաջ ներկայացել են որպես կոշառակեր, օլիգարխ, ու հանրությունը, որը հանրության մի մասը, որը իրա էտա պլինչխաներա, չորցելերա, շարիկա սարքել Էնա Նազարյանի պես, ու երբևիցե հարց չի տալի եմ ասում, Նիկոլ Փաշինյան, ասենք դու բոլորից բռնագանձում ես գումարներ, այդ գումարը ինձ հասնում է, թե չէ,
որպես ՀՀ բնակիչ։ Չէ, հասնում է ինձ, բայց պետական պարտքն է աճում, որը կուտակվում է իմ վրա, իմ երեխու վրա, իմ ծնողի վրա, իմ հորողբոր տղու վրա։ 6 միլիարդից դառնալով 15 միլիարդ։ Բայց այդ քո բռնագանձած գումարներից ոչ պետական պարտքն է նվազում, ոչ էլ իմ ապրելակերպն է լավանում։ Բայց հայի մեջ կա նստած այն նենգ նախանձությունը որոշակի մարդկանց մեջ։ Ինչ լավ արեց ապե Ծառուկյանից խլեց։ Քո ինչ ավելացավ, որ Ծառուկյանից խլեց։ Հայ։ Ազգությամբ հայ, քո ինչ ավելացավ։ Ապրելակերպդ լավացավ։ Հա՞։ Ինչդ։ Հայաստանի օդի աղտոտվածությունը վերացավ։ Երևանում կասեցվեց առողջ ծառերի ծառահատումը, ինչդ լավացավ, որ թթվածին մնա, որ դու շնչես, որպես Երևանի բնակիչ։ Հայաստանում վխտող, չգիտեմ, գոթ ու բոզերը քչացան։ Ինչդ, առաջընթացդ ո՞րն է։ Վարդի որիվար ժամանակ, վարդավառի ժամանակ, մինչև իրանց հետանցքը բացած սրինգ տրուսիկներով, թաց շորերով պարող աղջիկներս տնա։ Սեռաքաղցող տարապող իմ հայրենակից։ Օգտվի Նիկոլ Փաշինյանի ցույց տված ձևաչափից։ Ձեռնարկատեր։ Ու քո նմանները օրակարգ են թելադրում։ Այն հայն, որ ուզում է ունենալ հայրենիք, որոնք ուզում է ունենալ արժանապատիվ Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմ, որ ուզում է նաև ունենալ միաժամանակ արժանապատիվ ընդդիմություն։ Ովքեր մտնելով ազգային ժողովի դահլիճ, հստակ գիտեն, որ օրենք չի աշխատում ընդ է։ Նիկոլ Փաշինյանն անելու է ինչ ուզում է։ Դուք եթե հելեք երկու բառ ավել խոսակ, ձեզ պարեկների միջոցով քաշատալու, դուրս հանելու ազգային ժողովի դահլիճից, հա։ 8-րդ գումարման ազգային ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իրան պահելով բեսպրիձելի պես, հələ միտեղ ուներ զսպող հանգամանք, ինքը շատ չափերը չէր անցնում, որովհետև ինքը ավելի շատ ուներ լեգիտիմություն, քան հիմա։ Հիմա հարց, ինչ եք մտածում 9-րդ գումարման ազգային ժողովի նիստում, ինքը իրան ավելի զուսպ կպահի, թե ավելի բեսպրիձելի պես, որ ամբողջ աշխարհը գիտի, որ ինքը լեգիտիմ չի, որպեսի պահի այն իշխանական լծակը, որը ինքը ունի իր ձեռքում, ինքը ոչ լեգիտիմ իրավունքով դա պահում է։ Դուք էլ լեգիտիմացնում եք ձեր ազգային ժողով մտնելով այդ իշխանական լծակը։ Ինքը ավելի մեղմ կվերաբերվի ձեզ, թե ավելի բոզի տղավարի։ Հա։ Եթե երեխան լուցկին ձեռը, այսի զաժիգալ կա, այդ հիմա փորձում է մի բան սենց վառել, եթե ծնողը լուցկին չի վեկալամ ձեռից, առաջի անգամ չի բացատրում, ասում է տղա ջան, կամ աղջիկ ջան, նայած երեխան ինչ սեռը։ Կրակի հետ խաղալը վտանգավոր է։ Դու կարող ես այս խոտը պաժարտաս, կրակը գա հասնի տանը, հարևանի տանը, պաժարտաս։ Հետո երբ որ երկրորդ անգամ տենում է, որ էլի նույն երեխան չի հասկացա իր բացատրածը, ավելի կոպիտ ձևով է խլում է զաժիգալկեն ձեռից, ասում է, էսի ուր ես քեզ։ Մյուս անգամ ձեռդ տեսել եմ, վիզդ կպոկեմ վրիցդ։ Չի կարելի, ավելի կոպիտ է ասում։ Երբ որ երրորդ անգամ ատենեմ, զաժիգալկեն ձեռից խլում է, մի հատ էլ քոթակում է, նորմալ ծնողը։ Քոթակով ոչ մի երեխա չի դառել ինչ որ վատ մարդ, քոթակով, թեթև։ Որ երեխան հասկնա, որ արա քխա, էսրանով խաղալը քխա, դու կարաս տուն պաժարտաս, դու կարաս երկիր վարի տաս։ Բայց նույն զաժիգալկեն, երբ որ Նիկոլ Փաշինյանը վերցած սենց վառում էր, Արցախ հանձնելով, Գիրանց ոսկեպան հանձնելով, երբ որ ժողովրդի ազգի մի մասը գալիս էր ասում էր, այդ բոզազավակի ձեռքից վերցեք սա։
Դուք չեք կարում վերցնեք, դուք չունեք գործիքակազմ, դուք քիչ եք ազգային ժողովում։ Ախպեր մեր դեմը մի կայնեք, թողեք մտնենք, վերցնենք։ Սրան էլ տանենք այն խալաթը հետևը, որ թևերը կապում են։ Այդ խալաթը հագցնենք, տանենք հոգեբուժարան, թող բուժվես բոզի տղեն։ Դուք ասում եք չի կարելի, աշխարհը մեզ չի հասկանա։ Դուք բռնի ուժով ուզում եք մի հատ հոգեշեղվածի ձեռքից զաժիգալկա վերցնենք։ Այդ նույն աշխարհը խնդում է մեր վրա։ Խնդում էր եւ խնդալու է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ԱԱՑ էր ուղարկում Վեհրանի վրա։ Այդ նույն աշխարհը խնդում էր մեր վրա, երբ որ դիվանապետի վրա Մայրաթորի քրեական գործ էին հարուցում շինծու տեսանյութով։ Այդ նույն աշխարհի տարբեր ազգեր, որոնք համաշխարհային քաղաքակրթությանը չեն տվել հայ ժողովրդի հայ ազգի տված մշակույթի, չգիտեմ, պատմական ժառանգության գետ 10%-ը ծիծաղում է մեր վրա։ Դուք ասում եք ոչինչ, մենք ամեն ինչը հետ կբերենք։ Ազգային ժողովով լուրջ եք ասում։ Ինչ ասեմ։ Վերջի զանգին արտահայտություն կար, ասում էր բարի երթ հարգելի շրջանավարտներ։ Մենք էլ երգում ենք։ Հեռանում ենք դպրոցից հավիտյան, լցված արցունքներով երջանկության։ Երջանկության։ Այնքան ենք աշխատել, դարել ենք կալոշ։ Երջանկության։ Վրազում ենք դպրոցն ավարտեինք։ Այդ ես պատկանում եմ այն սերնդին, որը տեսել է երկրաշարժ, որը տեսել է Ղարաբաղյան առաջին շարժում, երբ որ հայը ելավ, ասեց ես դոմփած ունեմ ցելկա ճանճը, կույս ճանճը օդի մեջ։ Ես սովետական սոցիալիստական խորհրդային միության զորքերին թույլ չեմ տա, որ իմ Թուրքի հետ համատեղ ադրբեջանցու Գետաշենում, Շահումյանում հային մորթազերծ անի, Բաքվում։ Ես թույլ չեմ տա, որ նույն գործիքակազմ ենք կիրառի Արցախում։ Իսկ Արցախի հայությունը, որը միշտ ապրել է Թուրքի կողմից ցեղասպանվելու վտանգի տակ, հելավ կազմակերպեց քվեարկություն, ռեֆերենդում եւ ասեց ուզում եմ միանամ մայր Հայաստանին։ Հերիք է ես ապրեմ գլուխս կախ, հերիք է ես ապրեմ մորթվողի կարգավիճակում։ Եվ աշխարհասփուր հայությունը Հայաստանի եւ Արցախի հայության հետ ուսուսի տված ազատագրեց Արցախը նախապես դիմակայելով թուրք-ադրբեջանական տանդեմի հերոսակախմբերին, որոնք վառում եւ ոչնչացնում էին մարդկանց Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Գանձակում։ Հետո ոմն միաչկանի Կիկլոպ հելավ ասեց տղայք պահեք այդ հովերը։ Կիկլոպ, ով այսօր Նիկոլի դիրիժորն է, որ նայում ես վրան, ասում ես at смертинки две пердинки։ Իսկ այդ նույն Կիկլոպին օրակարգա թելադրեմ ով իր կնգա բարեկամությունն են։ Նույն բարեկամությունն օրակարգա թելադրում ում։ Մայր պարոն Փաշյանի երախաների մորը, ով հենց ասում է ինչ։ Հարգելի կանայք, ցիտում եմ։ Այդ օջիլին։ Հարգելի աղջիկներ, մի լռեք, բարձրաձայնեք, մենք չպիտի բռնության ենթարկվենք։ Այսինքն ինքը իրան մեկտեղելով եւ ասոցացնելով խոսք օրինակ բռնության ենթարկվող կանանց հետ։ Հիմի հարց, եթե դու բռնության ենթարկված ես Նիկոլ Փաշինյանի կողմից, բա խիչ ես ասում հարգելի իրավապահ համակարգ, մեկուսացեք ես գժին, ես ժամանակին բռնության եմ ենթարկվել գժի կողմից։ Ինքն իմ մայկեն ճղեր է, ինքն սեքս էր ուզում, ես էլ չէի ուզում տայի, քանի որ ունեի Աշոտ Կարապետյան ջիպիկի մեջ, ով ինձ շինանայի երգի տակ բավարարում էր։ Նիկոլն էլ իմանում էր, գալիս էր տուն, ունքերը կիտում եւ լացեր լինում։ Բռնանում էր ին վրա։ Խիչ ես ասում այդքանը։ Դու քեզ ասոցացնում ես, այդ Տիկին Հակոբյան։
որ դու էլ ես բռնաճնշումների զոհ։ Բա մի հարց։ Եթե քո սեռաշեղված ամուսինը, ով գրել է երկրի հակառակ կողմը գիրքը, քեզ բռնության է ենթարկել, հիմա խիա այդ մարդը երկրի վարչապետ։ Բա հելի միացի նորմալ հայերին ասա, ես ժամանակին բռնության եմ ենթարկվել մեր հեմոֆրոդիտ Տիկին Փաշինյանի Շուքուրզադեի հոգեզավակի կողմից։ Մեկուսացրեք այս բոզազավակին։ Խիչ ես ասամ։ Չես ասի, չէ, որտեվ դուք իշխանության եք բերվել հատուկ ծրագրով։ Ու դու չքմեղության այդ եզի կաշին հակած դեմքիդ ասում ես պայքարենք բռնության դեմ, որպեսզի խայտարակ չլինենք, ինչ ես ասում նաև, եթե ինձի բռնապարեն, դու ես ասում։ Աճիլը, մեկ էլ ականջի կեղտը։ Եթե ասում ես ինձի բռնապարեն, դա կլինի խայտարակություն մեր պետության, մեր ժողովրդի համար։ Խի։ Խոսքի օրինակ մի հոգի որոշել է սիրի քեզ։ Էդի խայտարակություն կլինի մեր ժողովրդի համար, թե այդ մարդու համար, ով չունի ճաշակ։ Չունի ճաշակ։ Ճաշակ ունեցող մարդը չի կարող զղնի Աննա Հակոբյանի վրա։ Չի կարող, չի կայնի։ Ներազում է, դա Ռոմանոս Պետրոսյան ներազում է։ Չկայնի։ Գուզես ապտակի, գուզես խաղամատով հետը։ Չկայնի, էդի որ կտենաս տեսողական կոնտակտի միջոցով, այն մարդ գնաս այդ կնգա դեմքին, կսես ուй, Աստված հերու պահի տնից տեղից։ Չկայնի։ Էդի հեշտ տարիքեր կապ չունի։ Գուզես պոպոկ մեղարկեր ոտ Լևալուլագյանով, սմետանկեր չկայնի։ Մանավանդ, եթե դու մի մոմենտ մտովի պատկերասես, որ է դրան մատով, կպերա Պարո Փաշյանը։ Եղք, մնակ զզվա։ Հիմա դա է խայտարակություն, տիկին հակ, կարող չի պետք է մենք խայտարակել ենք, Նիկոլ Փաշինյան ասում է ես բաժնված եմ։ Ձեր մոտ ոնց է աշխատում, ուտրեմ պրիկազ, վեչերը մատկազ։ Այսօր մարդու կնիկ ենք առավոտ շուտ, աբեդին միատ շիքվում ենք, իրիգուն էլ մարդու կնիկ չենք։ Ես գնացի Եթովպիա հանգստանալու։ Առանց լիպչիկ։ Կոժնի կոմբինացիով։ Եթե դուք մարդու կնիկ չեք, մենք խի պետք է ազգովի խայտարակել ենք, ոչ թե Դոմփելյան վարչապետի տիկնոջ, չէ՞։ Եթե բառը հասներ դրան, որի հիմա դու շատ երջանիկ կլինեիր։ Այլ Դոմփելյան Աննա Հակոբյանին։ Հրաչու Հակոբյանի ռմբուլ հրաչի քվորը։ Հմիլայա խայտարակություն, թե որ Սյունիքում կանգնած ասիր մենք ազգովի ունենք 11000 դավաճան։ Էռատող խմբիթ հետ, հա՞, որոնցից մեկն էլ դարել է դա ընդդիմադիր, Տարոն Չախոյանի Արախուն ասմա, բարի գալուստ, Արախուն բան չսա։ Բայց չի կարելի շնորհավորել մեկի երեխու ծնունդը, երբ որ այդ մեկը, այդ բոզազավակի ղեկավարած ֆեյքերի պոակը, հենակ համասել է մետել է մի կրկնեմ, որդեկորույս ծնողներին, ինձ, քեզ, մյուսին, ամեն հայոյան գրել են Facebook-ում, դու ես շնորհավորում։ Ֆեյքերի պոակի դիրեկտորին, այսինքն այն հայոյանքը, որ գրել են Տարոն Չախոյանի ֆեյքերը, ճիշտ են գրել։ Դրա համար ես երեխու ծնունդ շնորհավորում, ծնունդեք շնորհավորում, մենակ դու չես եղել, հա։ Բա որ այդ քֆուրի համար խոսքի քեզ հարց տամ, ասեմ, ճիշտ են իրանք քֆուր արենձի, կամ որդեկորույս ծնողներին։ Դու ինչ պատասխան մտիտաս։ Ծնունդ շնորհավորող անհատականություն։ Ասես հա, չի լինի, ասես չէ, չի լինի, կհակասես ինքդ քեզ։ Հա։ Լավ, չեմ ուզում շատ խոսամ, այն հեքիաթային միջավայրը, որը արտացոլվում էր Վահագն Խաչատուրյանի գրած թերթիկների վրա, որ մենք օրենքի տառին համապատասխան երգիր ենք։ Պրոստը մենք ընդդիմություն չունենք, որ մեզ ճիշտ հասկնա։ Էլի ակսեմ, վերցում եք պոպկորն, մեկ էլ կոլա, ֆանտա, ինչ կուզեք վերցեք։
ըստ ճաշակի, ըստ ձեր հայացողության։ Եվ ունկնդրում ենք այն բառախաղը, որը մեզ մատուցվելու է իշխանություն ընդդիմություն ձևաչափի մեջ։ Ես էլ իմ կողմից երևի կամ խոսք տամ, կամ խոսք չտամ։ Չէ, խոսք տամ։ Եթե իշխանություն կոչված ոչ լեգիտիմ իշխանությունը, որը հավաքել է 49 լեգիտիմ չի։ Մեծամասնություն չի ինքը չընտրված իշխանություն է։ Բայց ազգային ժողով մտնելով ընդդիմությունը լեգիտիմացեց այդ նույն իշխանությանը։ Եթե իշխանության ներկայացուցիչները, էդի կլինի անտրուսիկ ծառայած Վահագ, էդի կլինի Անդոն Քոչարյան, էդի կլինի Սասուն Միքայելյան, շարժում մնաց հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը, Ռեմբո Սասունեն։ Փորձել բարերով կոպտեն, փորձեն ձեր վրա շիշ շպրտեն, կամ հակած տրուսիկ, կամ չգիտեմ էլի, ծեծեն ձեզ, քաշքշեն, ջղեն ձեր շորերը, ազգային ժողով կոչված երկի թիվ 1 ամբիոնում ձեր հետ տետատետ մտնեն սեռական մենամարտի մեջ, ես ձեզ ծեծողներին մի բախ չեմ ասելու, դուք գիտակցելով, որ մտնելով այդ դուրը, որտեղ չկա օրենք, չի գործում օրենքը գործում է միայն Նիկոլ Փաշինյանի շահերին պաշտպան, դուք գնացիք այդ քայլին, հետևաբար չի կարելի պաշտպանել մեկին, ով իր գլուխը կամ իր հետույքը գնում դնում ասում ճիպոտիկով խփեք տուտուզիկիս։ Ես գիտեմ, ձեր մեջ նստած մարդիկ կան, ովքեր երբեք թույլ չեն տա, որ իրանց վրա ձեռ բարձրացնեն։ Նամուսով, թասիբով, բիլագով մարդիկ։ Բայց այդ մարդկանց հույսին, այդ մարդկանց վրա հույս տնելով մտակ ազգային ժողով, մի մոռացեք, որ ընդե մենակ ԿՊ-չի։ Ընդե նաստարտ վնիմանյու մարշ դռների ետևում կանգնած է պարեկային ծառայությունը, Մայրադոմ Դանիել Լեոնիսյանի, ովքեր պատրաստ են Նիկոլ Փաշինյանի կամ Լուբեն Լուբինյանի հրամանով ձեզ նվաստացնեն ամբողջ աշխարհի աչքի առաջ, ձեզ կոտրեն, բառից ուղիղ և փոխաբերական իմաստներով, ձեզ նաև հայոյեն։ Ինչպես ասվում էր վերջի զանգին, բարին ընդ ձեզ, հարգելի շրջանավարտներ։ Էդան պոպկոռ զակաստա, մեկ էլ կոլայի։ Մի քիչ գործերս թեթև ցնեմ, էլի ֆռամ գամ Մայդա քաղաք, Մոսկվա տեղ։ Ասма Մավզալեից Լենինը հելել է, լսել եմ էլի, զանգին ասում, սենց կողի նստել է, այսենց, ու ազգային ժողովի նիստերն անվայ։ Անդի կողից ասում են, պարոն Լենին, դաժդալիս սիբա, նեբե ի զիմլա, ասма մի խանգարեք, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերն եմ ուզում ունկնդրեմ, նայեմ, տենամ, իմանալակ եղի ես ֆալսաֆիկացիան։ Այդ համտենամ Լենին պապին, որ կոլա բերող կա, թե չէ, ես տանեմ էլի։ Այդ համ Մոսկով տեղ, բայց չերեզ մետ ուրիշ քաղաք էլ մտնեմ նոր էթա, էլի մոտիկա Մոսկվային, մի 600 կիլոմետր։ Լավ ելեք, պարը Փաշյան, որ ասի խոսք եմ տալի չկպնեմ ԿՊ-ին, դա քեզ չի վերաբերվում։ Դու ռասլաբիցը չլնես, տեղից պարը Փաշյան, այքանս ռասլաբիցելը ծծե այդ հասելա ծնգներիդ։ Բան քայլի, չորոքյատ քայլի, որ ծծե այդ հորիզոնական կայնեն։ Հա? Կոխերա, պարը Փաշյան, այդ լախանգեքդ կոխերա, կապի մեջ ադնագլասնիկով։